Պարոն Սիմոնյան, ինչ չափորոշիչով եք ընդդիմություն կատարել ձեր կուսակիցների հետ կապված եւ ինչի համար ձեզ պետք է քվեարկեն ձեր կուսակիցները, ինչ արժանինքների համար։ Նայել եմ, տեսնում եմ գալիք խորհրդանում այդ մարդը անելիք ունի, թե չունի, նայել եմ արդյոք այդ մարդը անցած այս ժամանակահատվածում իրեն ոնց է դրսևորել եւ ըստ դրա քվեարկել եմ, ինչ վերաբերում է ինձ, կարծում եմ ես այս կուսակցության հիմնադիր անդամներից եմ եւ Հայաստանի Հանրապետության թերևս արդեն ամենաերկար ազգային ժողովի նախագահ եւ իմ նախագահության օրոք, իմ պարլամենտական գործունեության օրոք հնարավոր բոլոր դժվար իրավիճակները եղել են, սկսած ազգային ժողովի շենքի վրա հարձակումից, վերջացրած ռադիկալ տրամադրված ընդդիմությունով, վերջացրած հուզական եւ շատ ցավոտ իրավիճակում մեր տարբեր հայրենակիցների հետ լսումներով, միջազգային գործունեությամբ կարծում եմ, որ շատ բան եմ արել, որի համար ես շատ ու շատ մարդկանց կողմից գուցե եւ ընտրվեմ։ Այլ Պարոն Սիմոնյան, ըստ ձեզ Գալիք ազգային ժողովում Հայկ Սարգսյանը անելիք ուներ, թե չունի։ Կարծում եմ վարչության որոշումով այդ հարցի պատասխանը դուք ստացել եք։ Պարոն Սիմոնյան, Հանրային ռադիո արդեն որոշակի անում են ընտրական ցուցակներն իրենց պոտենցիալ վարչապետների թեկնածուներով, ՔՊ-ի համար մրցակից թեկնածուն ըստ ձեզ ով է։ Մեր համար, մեր կուսակցության համար։ Պետք է ասեմ, որ այս պայդրությամբ կոնկրետ մրցակից ակնհայտ չի երևում եւ դա միայն իմ կարծիքը չի, դա մեր քննարկումներն են ցույց տալիս, որովհետեւ դաշտում կա վաղուց կայացած ուժ, որը որ լավ կուսակցական համակարգ ունի եւ իր հավակնության մասին է հայտնել, դաշտում կա նոր ուժ, որը որ հավակնում է ինչ-որ մի մաս երիտասարդների, ջահելների, ես նկատի ունեմ նույնիսկ մի քանի տենց ուժ կա, որոնք որ տենց հավակնում են երիտասարդների նկատմամբ տենց լավ երիտասարդների համար լավ առաջարկություն անելու համար, կա ուժ, որը որ անակնկալի պես է իրեն պահում, բայց ինչքան շատ են այդ ուժի ներկայացուցիչները խոսում, այնքան ակնհայտ է դառնում, որ ոչ մի անակնկալ չկա։ Մի խոսքով խճանկարի բոլոր գույները կան եւ անկեղծ ակնհայտ չի, թե որն է իրական մրցակիցը, դրա համար մենք մշտապես ամենամեծ եւ ամենաառաջին մրցակից ինքներս մեզ ենք համարում եւ այն ասելիքը, որը որ մենք պետք է ասենք, որովհետեւ մեր խոսակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ ստացվել է եւ այդ խոսակցությունը շարունակվում է եւ շարունակվելու է, դրա համար չեմ կարող կենտրոնանալ եւ կոնկրետ բան ասել, հա։